Սկսենք ուրեմն անցած անգամ սկսեցինք ուսումնասիրել անալիտիկ ֆունկցիաների նորմալ բազմությունները։ Հիշեցնեմ, ուրեմն եթե ունենք ինչ որ բաց տիրույթ օմեգա ու ունենք մի բազմություն f, որը բաղկացած է ինչ որ ֆունկցիաներից օմեգայի վրա, ասենք որ f-ը նորմալ է, եթե կամայական հաջորդականություն f-ից ունի ենթահաջորդականություն, որը զուգամիտում է հավասարաչափ ձև բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Ու անցած անգամ տեսանք, որ մենք կարող ենք ինչ-որ այս ֆունկցիաների տարածության վրա ինչ-որ չափ սահմանել։ Ընդհանուր դեպքում ասացինք, եթե մենք դիտարկենք ֆունկցիաներ, որոնք օմեգայից ինչ-որ մետրիկական տարածություն են, մետրիկայի անունը եթե դեր, մենք տեսանք, որ կարող ենք ինչ-որ մի մետրիկա սահմանել, այնպիսին, որ այդ մետրիկայում զուգամիտություն, դա նշանակում է զուգամիտություն հավասարաչափ բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա, որովհետև ինչ արեցինք, վերցրեցինք կոմպակտ ենթաբազմությունների հաջորդականություն այնպիսին, որ իրանց միավորումը ամբողջ օմեգան էր, ու արեցինք հետևյալը, նախ նոր դեն կարող է սահմանափակ չլներ, դեից հենելով սահմանեցինք նոր մետրիկա, սրա անունը դրեցինք դելտա, որ սահմանված էր հետևյալ կերպ, dxy բաժանած 1 գումարած dxy, այս մետրիկան սահմանափակ է, ակնհայտորեն միշտ 1-ից փոքր է, ու այս մետրիկայի առավելությունն այն է, որ ասեն առավելությունը այն է, որ ինքը սահմանափակ է ու կախված է այս հին մետրիկայի հետ նրանով, որ զուգամիտություն ըստ d-ի համարժեք է զուգամիտության ըստ դելտայի։ Հիմա եթե ունենք երկու ֆունկցիա, կարող ենք սահմանել այս ֆունկցիաների վրա հեռավորություն, այսինքն մետրիկա սահմանենք, դելտա կան սուպրիմում բոլոր z-երը, որ եկայից են, դելտա fz gz, ըստ այս մետրիկայի ըստ այս չափի զուգամիտություն, դա նույնը կլինի ինչ որ զուգամիտություն, հավասարաչափ զուգամիտություն այս կոմպակտ բազմության վրա, մենք ուզում ենք հավասարաչափ զուգամիտություն օմեգայի բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա, դրա համար սրանք բոլորը միացրեցինք իրար, սահմանեցինք այս ρ չափը, գումար, կան հավասար է 1-ից անվերջություն, 2-ի մինուս k անգամ դելտա k fg։ Ու սա այնպիսի մի չափ էր, որ ըստ այս չափի զուգամիտություն համարժեք է զուգամիտություն, հավասարաչափ զուգամիտություն բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Ու անցած անգամ մենք տեսանք, որ որ f-ը նորմալ է, այն և միայն այն դեպքում, երբ որ f-ի փակումը ըստ սրա կլինի կոմպակտ։ Քանի որ, եթե s-ը մեր լինի լրիվ, կարող ենք ավելին ասել, եթե s-ը լրիվ է, ապա այս պայմանը, որ f-ի փակումը պետք է լինի կոմպակտ, կարող ենք փոխարինել մեկ ուրիշ պայմանով, նրանով, որ f-ը լինի լիովին սահմանափակ։ Այսինքն, եթե s-ը լրիվ է,
ապա կստանանք, որ f-ը նորմալ է, այն և միայն այն դեպքում, երբ որ f-ը լիովին սահմանափակ է ρ-ի համեմատ, այսինքն ինչ էպսիլոն էլ վերցնենք, գոյություն ունի գոյություն ունեն բազմություններ, գոյություն ունեն էպսիլոն շարժվող բազմություններ, որոնք ամբողջությամբ ծածկում են f-ը։ Գոյություն են վերջավոր քանակի։ Այս պայմանը ρ-ի նկատմամբ է պայման։ Եկեք սա փոխարինենք մեր սկզբնական մետրիկայի վրա պայմանի։ Թեորեմ կարող ենք ասել, որ f-ը լիովին սահմանափակ է ըստ այս չափի, այն և միայն այն դեպքում, երբ ինչ է տեղի ունենում, ուզում ենք փոխարինենք այս պայմանը մեր սկզբնական D մետրիկայով պայմանով, կարող ենք ասել, որ կամայական կոմպակտ E-ի համար, կամայական էպսիլոնի համար գոյություն ունեն վերջավոր քանակի ֆունկցիաներ, այնպիսին, որ ինչ f էլ վերցնենք, սրանցից մեկը, այս ֆունկցիաներից մեկը կարող ենք ընտրել, որ ինչ z էլ վերցնենք e-ից, fz-ի ու fgz-ի հեռավորությունը փոքր լինի էպսիլոն։ Եկեք սա ապացուցենք, սկզբում եկեք ենթադրենք, որ f-ը լիովին սահմանափակ է, ըստ ρ-ի, սա մեզ ինչ է ասում, եթե ունենք մի կոմպակտ բազմություն, ուրեմն ուզում ենք ρ-ի հետ կապենք, ρ-ն ոնց ենք սահմանել, վերցրել ենք այս աճող կոմպակտ բազմությունների հաջորդականություն, դրանց միջոցով ենք ρ-ն սահմանել, ինչ կոմպակտ ենթաբազմություններ վերցնենք օմեգայից, ինչ որ մի պահի այս մեր աճող կոմպակտ ենթաբազմություններից մեկի մեջ անպայման կընկնի, այսինքն եթե ունենք կոմպակտ բազմություն, կարող ենք ասել, որ գոյություն ունի մի հատ կա այնպիսին, որ մեր են այս եկայի մեջ է։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Քանի որ f-ը լիովին սահմանափակ է, կարող ենք ասել, որ ինչ էպսիլոն էլ վերցնենք, էպսիլոն շարժվող գնդերով կարող ենք ծածկել f-ը, հետևաբար, եթե վերցնել ենք կամայական էպսիլոն, կարող ենք ասել, որ գոյություն ունեն վերջավոր քանակի ֆունկցիաներ, այնպիսին, որ կամայական f-ի համար գոյություն ունի g, որ f-ը fg-ից էպսիլոնից փոքր հեռավորության վրա է։ Այսինքն, այս f1-ից fn-ը մեր գնդերի կենտրոններն են, կամայական էպսիլոնի համար կարող ենք վերցնել վերջավոր քանակի գնդեր, ասենք f1-ից fn կենտրոններով, այնպիսին, որ եթե վերցնենք այս կենտրոններով գնդերը, էպսիլոն շարժվող ամբողջությամբ կծածկեն մեր f-ը, այսինքն կամայական f-ից։ Ստեղ էպսիլոնի փոխարեն կարող ենք նաև ավելի փոքր բան դնել, օրինակ մասնավորապես կարող ենք վերցնել էպսիլոն անգամ 2-ի հանած q։ Այսինքն այս շարժվող գնդերը եթե դիտարկենք, վերջավոր քանակի կարող ենք ընտրել, որոնք ամբողջությամբ ծածկում են f-ը։ Այս f1-ից fn-ը թող ունեն դրանց կենտրոնները։ Հիմա ինչ կարող ենք ասել, մենք ունենք, որ ρ f fg-ն փոքր է 2-ի մինուս k անգամ էպսիլոնից, բայց սա լինելու է առնվազն 2-ի մինուս k անգամ դելտա k f fg, որտեվ սրանց գումարն էր, սրանք ոչ բացասական մեծություններ են, մի հատը վերցնենք, ավելի փոքր կլինի, ստեղից ստանում ենք, որ կոնկրետ այս մի հատը եթե վերցնենք, սա արդեն էպսիլոնից փոքր է, բայց սրանից ինչ է ներկայացում, սա եկայի վրա մաքսիմում
հեռավորություններ f-ի ու f-ի արժեքների։ Այստեղ սկզբնակում պետք է գրենք դելտա, հա, սահմանման դելտա կայ սահմանումը դելտաներն իրարում, բայց սա կարող ենք փոխարինել d-ով, d-fz, fgz-ը, եթե փոխարինենք, դելտան, դա d բաժանած 1 գումարած d-ներ, դելտան փոքր էպսիլոնը կդառնա d-ն փոքր էպսիլոն բաժանած 1 հանած էպսիլոն։ Այսինքն եթե սա վերցրածնենք մեր էպսիլոնը, կարող ենք հետ գնալ, տեսնենք այստեղ ինչ էպսիլոն վերցնենք, որ սա լինի մեր ուզեցած տիպը։ Այսինքն կարողացանք ցույց տանք, որ գոյություն ունի վերջավոր քանակի ֆունկցիաներ, այնպիսին, որ ինչ կոմպակտ բազմություն վերցնենք, գոյություն ունի վերջավոր քանակի ֆունկցիաներ, այնպիսին, որ բոլոր ֆունկցիաների համար գոնե մի հատը կա, որ այս հեռավորությունը սահմանափակ է, ամենուրեք y-ի վրա։ Եկեք հակառակ կողմը դիտարկենք, կենթադրենք այդ պայմանը բավարար, այսինքն այս կողմն ենք դիտարկում, կենթադրենք, ուզում ենք ցույց տանք, որ f-ը լիովին սահմանափակ է, այսինքն մի հատ էպսիլոն եթե ունենք, ուզում ենք ցույց տանք, որ f-ը մեր f բազմությունը կարող ենք ծածկել էպսիլոն շարավորող գնդերով։ Եթե ունենք այս պայմանը կամայական y-ի համար, կոմպակտ, մասնավորապես այս պայմանը ունենք մեր y-կայերի համար։ Հիմա եկեք վերցնենք այնպիսի մի կա, որ 2-ի մինուս k0-ն փոքր լինի էպսիլոն կեսից։ Այս y0-ի համար նույնպես պայմանը բավարարված է։ Ուրեմն պայմանը, քանի որ պայմանը բավարարված է, նշանակում է գոյություն ունեն ինչ-որ ֆունկցիաներ վերջավոր քանակի, այնպիսին, որ ինչ f-էլ վերցնենք, միան g գոյություն ունի, որ եթե վերցնենք կամայական z y0-ից, dfz fgz-ը փոքր կլինի էպսիլոնից։ Այսինքն կարող ենք սա այսպես գրել, որ սուպրեմումը եթե հաշվենք, ըստ բոլոր z-երի, սա կլինի փոքր էպսիլոնից։ Եթե d-ն հիմա փոխարինենք ρ-ով, նույն բանը կունենանք, դելտայով, եթե d-ն փոքր է էպսիլոնից, ապա դելտան նույնպես փոքր է էպսիլոնից։ Սա նույնն է, ինչ որ ասենք, այս մեր դելտա k0 մետրությունը f-ի ու f-ի համար փոքր է էպսիլոնից։ Հիմա եթե մենք ունենք այս հաջող կոմպակտ բազմությունների հաջորդականությունը, եկեք հիշենք այս մեծությունները ոնց էին սահմանված։ Ամեն մեկը վերցնում էր այս երկու ֆունկցիաները ու հաշվում էր այս ֆունկցիաների արժեքները բոլոր հնարավոր կետերում համապատասխան y բազմությունից ու վերցնում էր դրանց հեռավորությունների սուպրեմումը։ Ինչքան այս բազմությունը մեծ վերցնենք, այնքան այդ սուպրեմումը ավելի փոքր կլինի։ Այսինքն սրանք նվազող հաջորդականություն են լինելու, հետևաբար ինչ կարել վերցնենք, որ k0-ից փոքր է, կարող ենք ասել, որ դելտա k f fg նույնպես էպսիլոնից փոքր է լինել։ Հիմա եթե հաշվենք մեր ρ f fg-ին, ինչ կարող ենք ասել։ Դա կարող ենք մասերի բաժանել մինչև k0 ու k0-ից հետո։ Աստորեն ինչ տեսանք, որ այս սկզբինները բոլոր էպսիլոնից փոքր են լինելու, իսկ սրանք էլ սահմանման 1-ից փոքր են։ Այսինքն սա ունեցանք, որ սա փոքր է, էպսիլոն անգամ 1 գումարած 1/2
գումարած 1 վարյունած 2-ի կազրով անջստակ 1/2-ից ենք սկսում գումարած այստեղ էլ 1-ով եթե գնահատենք մենք այս գնահատականը սա էլ ինչ կարող ենք ասել սա 1 բաժանած 2-ի կազրով է որը փոքր է ըստ մեր սահմանման էպսիլոն կեսից սա էլ փոքր է էպսիլոնից այսինքն ընդհանուր առմամբ ունեցանք որ այս ամբողջը փոքր է 3/2 էպսիլոնից այսինքն կարողացանք ցույց տալ որ եթե վերցնենք այս նույն f1-ից fn-ը ու վերցնենք 3/2 էպսիլոն շարժողով դիսկեր գնդեր ըստ այս ռո չափի այս կենտրոններով, ապա իրենք ամբողջությամբ կծածկեն մեր f բազմությունը։ Դեպի մեր f բազմությունը կլինի նորմալ։ Կլինի լիովին սահմանափակ։ Իսկ մենք տեսել ենք, որ ըստ այս չափի լիովին սահմանափակ լինելը, դա համարժեք է նորմալ լինելը։ Իսկ նրանցից օգտվելով եկեք ցույց տանք անցած անգամ նշած ընդդում է, թեորեմ, Արզելա-Ասկոլայի թեորեմը։ Ու ասում է հետևյալը, որ եթե ունենք ինչ-որ ֆունկցիաների բազմություն, որոնք անընդհատ են, ու արժեքներ են ընդունում այս մետրիկական տարածության մեջ, այս բազմությունը կլինի նորմալ, այն եւ մենք ասենք օմեգա դիլույթի վրա, կոմպլեքս հարթության, այն եւ միայն այն դեպքում, երբ որ սրանք հավասարապես անընդհատ են կամայական կոմպակտ ենթաբազմության վրա եւ կամայական կետում եթե դիտարկենք մեր բոլոր ֆունկցիաների արժեքները այդ կետում ապա սա ինչ որ կոմպակտ բազմության մեջ է ընտրում այսինքն նորմալ դա նշանակում է որ մեր ֆունկցիաները f-ի միջի ֆունկցիաները հավասարաչափ անընդհատ են ու իրենց արժեքներն իրարից այդքան հեռու չեն ընկնում։ Այսինքն ինչ որ առումով իրար մոտ են կուտակված։ Եթե ինչ որ առումով մեր ֆունկցիաներն իրար մոտ են կուտակված, ինչ առումով, կոնկրետ այս առումով, իրանք հավասարապես անընդհատ են, ինչ որ sense գնալով ավելի մեծ տատանումներ չեն տալիս ու իրենց արժեքներն էլ իրար մոտ են ընկած գամայական կետում։ Ապա գամայական հաջորդականություն կունենա ենթահաջորդականություն, որը կզուգամիտի հավասարաչափ կամայական կոմպակտ ենթաբազմության վրա։ Եկեք սա հացուցենք, հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք ասել այն հատուկ դեպքում, երբ որ մեր ֆունկցիան բաղկացած է անալիտիկ ֆունկցիաներից։ Սկզբում ընդհանուր դեպք։ Եկեք սկզբում ենթադրենք, որ ունենք նորմալ բազմություն մենք նոր ինչ տեսանք։ Մենք տեսել ենք արդեն, որ նորմալը դա նույնն է, ինչ որ լիովին սահմանափակ ըստ այս մեր նոր ռո չափի, դա էլ նշանակում էր, որ հետևյալ այս նոր մեր ապացուցած պայմանը, որ ինչ էպսիլոն էլ վերցնենք, ինչ կոմպակտ բազմություն էլ վերցնենք, կարող ենք գտնել նման ֆունկցիաների, վերջավոր քանակի նման ֆունկցիաներ, որ այս պայմանը տեղի ունեն։ Դե, եկեք վերցնենք նման ֆունկցիաներ։ Գոյություն ունեն ուրեմն f1-ից fn, հա, այսինքն ենթադրենք մի հատ կոմպակտ բազմություն ենք վերցրել, նախ կամայական էպսիլոնի համար կարող ենք գտնել f1-ից fn, այնպիսին, որ կամայական f-ի համար
մի հատ g գոյություն ունի, որ ինչ z-ել վերցնենք y-ից, df z fg z-ը փոքր կլինի էպսիլոն։ Այս մեր fg ֆունկցիաներից վերջավորած ֆունկցիա ունենք, յուրաքանչյուրը յուրաքանչյուրը f կան, անընդհատ է, ըստ մեր թեորեմի պայմանների, մենք անընդհատ ֆունկցիաներ ենք դիտարկում, որ կարող ենք ասել, որ սրանցից յուրաքանչյուրը անընդհատ է այս y-ի վրա, բայց y-ն կոմպակտ բազմություն է, հետևաբար y-ն կոմպակտ է, հետևաբար ինքը հավասարաչափ անընդհատ է։ Այսինքն գոյություն ունի մի հատ դելտա կա, այնպիսին, որ եթե վերցնենք z1, z2 y-ից, այնպիսին, որ իրենց հեռավորությունը, հա, z1, այսինքն z1 հանա z2-ը փոքր է դելտա k-ից, ապա d f k z1 f k z2-ը փոքր կլինի էպսիլոնի։ Ամեն մի ֆունկցիայի համար նման մի դելտա կարող ենք գտնել, որ եթե z-երն այդքան մոտ են իրար, ապա f-ի արժեքներն են իրար էպսիլոն մոտ։ Եկեք վերցնենք սրանցից ամենափոքր դելտան, վերջավոր հատեն, հետևաբար սա կլինի ինչ-որ դրական թիվ։ Հիմա ինչ ենք ուզում ցույց տալ։ Օրինակ առաջի բանը որ ուզում ենք ցույց տանք, դա այն է, որ մեր այս ֆունկցիաների բազմությունը հավասարապես անընդհատ բազմություն է։ Դե, փաստորեն ինչ ունենք։ Ստեղից ունենք, որ ինչ ֆունկցիա էլ վերցնենք, մեր այդ ֆունկցիան կարող ենք մոտարկել սրանցից այս n հատից որևէ մեկով, ստեղ էլ գիտենք, որ այդ մեր n հատ ֆունկցիան բոլորը կարող ենք միաժամ իրար նման հավասարաչափ անընդհատ դարձնել։ Նույն դելտայով, եթե այս դելտա k-երը բոլորը փոխարինենք դելտայով, միևնույնն է այս պայմանը տեղի կունենա։ Այսինքն հիմա եթե վերցնենք կամայական ֆունկցիա, մեր բազմությունից, կամայական z1, z2 y-ից, ապա եթե վերցնենք այս մեր ֆունկցիային համապատասխան f-ին, այս մեր ֆունկցիային համապատասխան f-ին, ապա ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ f(z1)-ի ու f(z2)-ի հեռավորությունը, եթե ուզում ենք չափենք, հեռանկյան անորոշությունը կարող ենք օգտագործել։ f(z1)-ից նախ կգնանք fg(z1), հետո fg(z1)-ը կհամեմատենք fg(z2)-ի հետ, հեռավորությունը միատել, հետո հետ կգանք fg(z2)-ից fz2։ Սրանցից յուրաքանչյուրը կարող ենք ասել, որ փոքր է էպսիլոնից, այսինքն ստացանք, որ փոքր է 3 էպսիլոն։ Հետևաբար f-ը հավասարապես անընդհատ է։ Առաջի կետը ունեցանք։ Հիմա երկրորդ կետի համար ինչ պետք է ցույց տանք, պետք է վերցնենք ինչ-որ մի հատ z ու հաշվենք մեր բոլոր ֆունկցիաների արժեքները այս կետում։ fz f-ը պատկանում է f։ Պետք է ցույց տանք, որ այս a բազմությունը ինչ-որ կոմպակտ բազմության ենթաբազմություն է։ Եկեք վերցնենք կամայական հաջորդականություն i լրացումից։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Քանի որ սրանք i լրացման մեջ են, սրանցից յուրաքանչյուրի համար մի հատ արժեք, մի հատ ֆունկցիա կա մեր f-ի միջից, որ այդ ֆունկցիայի արժեքը z կետում ինչքան ուզենք մոտ կլինի սրան։
Այսինքն կամայական W-ի համար գոյություն ունի մի ֆունկցիա մեր f-ի միջից, այնպիսին, որ f-ն z-ը W-ին ինչքան ուզենք մոտ կլինի։ Մասնավորապես կարող ենք այսքան մոտ դարձնել։ Հիմա ունենք f1, f2 հաջորդականությունը, որը նորմալ է, հետևաբար գոյություն ունի ենթահաջորդականություն, որը զուգամիտում է հավասարաչափ կամայական կոմպակտ ենթաբազմության վրա։ Մասնավորապես կարող ենք z կետը պարունակող կոմպակտ բազմություն վերցնել, կարող ենք ասել, որ f-ն k-ն z-ը կլինի զուգամիտող։ Բայց եթե f-ն k z-ը զուգամիտում է ինչ-որ մեծության, ապա այս w-ները նույնպես կզուգամիտեն այդ մեծությանը։ Այսինքն ինչ ստացանք։ Ստացանք, որ այս i լրացումը այնպիսի բազմություն է, որ այստեղ ինչ հաջորդականություններ վերցնենք, ինքը ունի զուգամիտող ենթահաջորդականություն։ Հետևաբար սա կոմպակտ բազմություն է։ Ուրեմն ստացանք, որ եթե f բազմությունը ֆունկցիաների նորմալ է, ապա ունենք այս երկու պայման։ Հարցեր։ Մի հատ հարց տամ էլի։ Մենք ասացինք, որ եթե S-ը լրիվ է, այդ դեպքում ենք, չէ, կարողանում այդ Հա, մենք լրի դեպքն ենք դիտարկում, հա։ Լավ, մերսի։ Լավ, հիմա անցնենք հաջորդ ուղղությանը։ Այսինքն հիմա ունենք, որ f-ը հավասարապես անընդհատ բազմություն է, ու երկրորդ, որ կամայական z-ի համար այս f-z-երի բազմությունը ինչ-որ կոմպակտ բազմության մեջ է։ Ինչ ենք ուզում ցույց տանք, ուզում ենք ցույց տանք, որ f-ը նորմալ է, այսինքն եթե վերցնենք ինչ-որ հաջորդականություն, կունենա ենթահաջորդականություն, որը կզուգամիտի բոլոր հավասարաչափ բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Մենք ունենք մի հաջորդականություն, f-ից ուզում ենք ինչ-որ ենթահաջորդականություն գտնել։ Առաջինը եկեք վերցնենք օմեգան, օմեգայից վերցնենք ինչ-որ մի հաշվելի խիտ ենթաբազմություն։ Ասենք օրինակ կարող ենք վերցնել բոլոր ռացիոնալ կոորդինատներ ունեցող կետերը, որոնք օմեգայի մեջ են։ Սա հաշվելի բազմություն է, այսինքն կարող ենք գրել որպես ինչ-որ մի հաջորդականություն։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Եթե վերցնենք, ասենք առաջինը ու դիտարկենք f1 f2 եւ այլն, այս ֆունկցիաների արժեքները այս կետում, սրանք այս երկրորդ պայմանից օգտվելով պատկանում են ինչ-որ մի կոմպակտ բազմության, հետևաբար այս հաջորդականությունը ունի զուգամիտող ենթահաջորդականություն։ Վերցնենք այդ հաջորդականությունը։ f1 1 f1 2 Ասա բոլորը նույն կետում պետք է հաշված լինենք։ Եվ այլն։ Հիմա սա, հիմա եթե դիտարկենք այս ֆունկցիաները, էլի, բայց հաշվենք այս երկրորդ կետի վրա,
Էլի, եթե այս պայմանից օգտվենք, բայց հիմա z-ը փոխարինենք այս երկրորդ կետով, էլի կարող ենք ասել, որ այս հաջորդականությունը ինչ որ կոմպակտ բազմության մեջ է գտնվում, հետևաբար ունի զուգամիտող ենթահաջորդականություն։ Էլի երկուսից օգտվում։ Հիմա կարող ենք սրա մի ենթահաջորդականություն վերցնել, այնպեսին, որ սա էլ է զուգամիտում։ Եվ այսպես շարունակ, եթե վերցնենք այս հիմա, այսինքն նոր հաջորդականությունը, որ վերցնենք այս մեր ֆունկցիաների f2 2, f2 f2 1, f2 2, f2 3, ինչ կարող ենք ասել այս հաջորդականության համար, որ սա զուգամիտում է համ այս առաջի կետում, համ այս երկրորդ կետում։ Հիմա եթե վերցնենք անկյունագծային հաջորդականությունը f1 1, f2 2, f3 3 եւ այլն, ապա այս հաջորդականության համար կարող ենք ասել, որ այս կետերից որ մեկն է վերցնենք, այդ բոլոր կետերով զուգամիտում է։ Եկեք ցույց տանք, որ եթե մի հատ կոմպակտ բազմություն վերցնենք, որի վրա մեր ֆունկցիաների բազմությունը հավասարապես անընդհատ է, ապա այս մեր ենթահաջորդականությունը հավասարաչափ զուգամիտող կլինի այդ y-ի վրա։ Այսինքն, եթե մենք ունենք մեր առաջի պայմանը, որ կամայական կոմպակտ ենթաբազմության համար f-ը հավասարապես անընդհատ բազմություն է, ապա կստանանք, որ այս մեր կառուցած հաջորդականությունը զուգամիտում է հավասարաչափ բոլոր կոմպակտ բազմությունների վրա։ Այսինքն, այստեղ ինչ ենք ունենալու, բաստորեն մենք ունեցանք մի հաջորդականություն, ենթահաջորդականություն, որը զուգամիտում է նման մի խիտ հաշվելի բազմության վրա, եթե հիմա օգտագործենք հավասարապես անընդհատությունը, կունենանք հավասարաչափ զուգամիտություն։ Հիմա ուզում ենք ցույց տանք հավասարաչափ զուգամիտություն, այսինքն եկեք վերցնենք մի հատ դրական էպսիլոն, եկեք վերցնենք մի այնպիսի դելտա, որ եթե վերցնենք, մենք ունենք մեր հավասարապես անընդհատություն, այսինքն եկեք վերցնենք այնպիսի դելտա, որ եթե վերցնենք կամայական երկու կետ z 1 z2 y-ից, եթե այս երկու կետերի հեռավորությունը փոքր դելտայից, դե ապա ունենք, որ ինչ f-էլ վերցնենք, f z1-ի ու f z2-ի հեռավորությունը փոքր է էպսիլոն։ Դա մեր հավասարապես անընդհատություն։ Հիմա, քանի որ մեր y-ն կոմպակտ է, կարող ենք սա ծածկել դելտա շարավով գնդերով, կարող ենք դելտա շարավով գնդերով ծածկել, իսկ քանի որ մեր այս ընտրած կետերի բազմությունը խիտ էր, ամեն գնդի մեջ գոնե մի հատ սենց կետ ենք ունենալու։ Եկեք ընտրենք գոնե մի հատ։ Կունենանք վերջավորած սենց կետ։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Կամայական այս վերցրած կետի համար, մենք գիտենք, որ
այս մեր հաջորդականությունը զուգամիտում է։ Հետևաբար ինքը կոշի հաջորդականություն է։ Այսինքն գոյություն ունի մի i0, այնպիսին, որ դրանից հետո այստեղ գրենք i0-ից f g ավելի ճիշտ մեծ է i0-ից f i ու f g հեռավորությունները փոքր կլինեն էպսիլոնից։ Հիմա եթե վերցնենք կամայական, այսինքն ինչ ասեցինք։ Մենք ունեինք այս մեր վերջավոր հատ կետերը, որ այս կետերում ունեինք զուգամիտություն, դրանից եք օգտվում։ Հիմա ուզում ենք ասել, որ կամայական կետ եթե վերցնենք, այս կետը կարող ենք մոտարկել այս մեր լավ կետերից որևէ մեկով, այսինքն կարող ենք ասել, որ գոյություն ունի մի հատ կա, որ այս մեր ընտրած վերջավոր հատից, որ այս հեռավորությունը դելտայից փոքր է, որովհետև դելտա գնդեր ունեինք, որոնք ամբողջությամբ ծածկում էին մեր յեն, ու դրանց մեջ կետեր էինք վերցրել, այստեղ կարելի է երևի դելտա կես գնդեր վերցնել, այստեղ երկու դելտա պետք է գրենք։ Հիմա ինչ կարող ենք ասել փաստորեն։ Եթե վերցնենք մեր եթե վերցնենք մեր f, ասենք, այս i-երորդ ֆունկցիան, սրա արժեքը z կետում, եթե ուզում ենք հաշվենք, կամայական z-ի համար սրա արժեքը z կետում մոտ է լինելու այս նույն ֆունկցիայի արժեքին z-կա կետում, ինչի, որովհետև այս երկու կետը, քանի որ դելտայից փոքր է իրանց հեռավորությունը, ապա այս հեռավորությունը փոքր կլինի էպսիլոնից։ Բացի դրանից մենք գիտենք, որ եթե այս հեռավորությունը վերցնենք, սա էլ կարող ենք դարձնել փոքր էպսիլոնից, այստեղից նորից կարող ենք օգտագործել մեր հավասարապես անընդհատության հատկությունը, ստանալով, որ սա էլ նույնպես փոքր է էպսիլոնից։ Սրանք միացնելով մենք տեսնում ենք, որ այս z կետի համար, կամայական z կետի համար, եթե հաշվենք մեր այս ֆունկցիայի արժեքը, երկու տարբեր ֆունկցիայի արժեք z կետում, հեռավորությունը կլինի փոքր 3 էպսիլոնից։ Այսինքն ինչ ստացանք։ Ստացանք, որ սա երբ տեղի ունի, կամայական i-j մեծ է i0-ի համար։ Այսինքն ստացանք, որ կամայական z կետում, այս մեր հաջորդականությունը, որ ունեինք, այս f-ի տեսակի հաջորդականությունը, որ ունեինք մեր ֆունկցիաների, կամայական z կետում ունենք այս պայմանը։ Բայց մենք գիտենք, որ եթե ինչ կետեր վերցնենք, եթե վերցնենք մեր բոլոր ֆունկցիաների արժեքները այս կետում, ապա սա ինչ-որ կոմպակտ ենթաբազմության մեջ է։ Հետևաբար, մասնավորապես սրա համար,
կարող ենք ասել, որ ինքը ունի սաման։ Ու մենք տեսնում ենք, որ այս զուգամիտությունը, այս I0-ն կախված չէր մեր Z-ի ընտրություններից։ Այսինքն մեր զուգամիտությունը հավասարաչափ զուգամիտություն է։ Հենց այդներ ինչ որ պետք է։ Մենք ստացանք մի հաջորդականություն, որը զուգամիտում է հավասարաչափ բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Հարցեր։ Մենք եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք ասել անալիտիկ ֆունկցիաների դեպքում։ Մենք եկեք սա կիրառենք անալիտիկ ֆունկցիաների համար։ Թեորեմ, եթե ունենք անալիտիկ ֆունկցիաների բազմություն, ապա այդ բազմությունը կլինի նորմալ, այն եւ միայն այն դեպքում, երբ որ այս բազմությունը լոկալ սահմանափակ է։ Այսինքն կամայական կետի համար կարող ենք վերցնել այս կետի մի միջակայք, որտեղ այս բոլոր ֆունկցիաները մեր բազմության հավասարաչափ սահմանափակ են։ Այսինքն մի մեծություն կա, որ այդ միջակայքում, այսինքն կամայական Z-ի համար գոյություն ունի մի բաց ու պարունակում է Z-ին օմեգայի մեջ, այնպիսին, որ ու գոյություն ունի մի հատ դրական թիվ, այնպիսին, որ ինչ ֆունկցիա էլ վերցնենք f-ից ու ինչ կետ էլ վերցնենք այս ասենք ու-ից, f-ի արժեքը այս կետում փոքր է r-ից։ Այսինքն ֆունկցիաները սահմանափակ են այդ միջակայքում ու կարող ենք օգտագործել նույն սահմանը բոլոր կետերի համար։ Այսինքն անալիտիկ ֆունկցիաների բազմություն համար կասենք, որ նորմալ է, եթե ամեն կետում այս մեր բազմության միջից ֆունկցիաները եթե վերցնենք, իրանց արժեքները իրարից շատ չեն տարբերվում։ Ապացույց։ Մի ուղղությունը իրականում կապ չունի անալիտիկության հետ։ Եկեք ցույց տանք, որ եթե ունենք նորմալ բազմություն, ապա սա միշտ տեղի ունի։ Ընտրենք f-ը նորմալ է։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Արձելասկոմին օգտագործելով կարող ենք ասել, որ ինչ z-ել վերցնենք f-ից, այս արժեքների բազմությունը կլինի սահմանափակ, որտեղ սա ինչ-որ կոմպակտ բազմության մեջ է գտնվելու, հետևաբար սա կլինի սահմանափակ։ Եկեք վերցնենք մի
Ուրեմն ինչ ենք ուզում ցանկ։ Ուզում ենք ցանկ, որ կամայական կետի համար, հա, հիմա կարելի է, եթե z կետ վերցնենք, մենք ուզում ենք ցույց տանք, որ գոյություն ունի մի միջակայք, որտեղ այս մեր բոլոր ֆունկցիաները սահմանափակ են նույն սահմանով։ Բավական է ցույց տալ, որ եթե վերցնենք այս z-ի շուրջ ինչ-որ մի կամայական կոմպակտ բազմություն, այդ նույն բանը կարող ենք անել այդ կամայական կոմպակտ բազմության համար։ Ուրեմն եկեք վերցնենք կամայական կոմպակտ բազմություն ու ցույց տանք այդ բնդումը կամայական նման կոմպակտ բազմության համար։ Հիմա ինչ ունենք։ Մենք ունենք, որ մեր f-ը հավասարապես անընդհատ է y-ի վրա։ Հետևաբար մի հատ դելտա գոյություն ունի, որ ինչ f-էլ վերցնենք f-ից, ինչ կետեր էլ վերցնենք, եթե այս կետերի հեռավորությունը բավականաչափ փոքր է, ապա ֆունկցիաների արժեքների հեռավորությունը նույնպես փոքր կլինի։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Դե կամ այսինքն ինչ ունեինք, իրականում էս կոմպակտ ուրեմն ինչ ունեինք։ Բասորեն եթե վերցնենք մենակ z կետը, ապա z կետում մեր ֆունկցիաների բոլոր ֆունկցիաների արժեքները, եթե z կետում վերցնենք, սա ինչ-որ կոմպակտ բազմության մեջ էր, հետևաբար սահմանափակ է։ Հիմա այս մեր z կետի շուրջ, եթե վերցնենք դելտա շարափոխ ինչ-որ գուն, որը գտնվում է y-ի մեջ, ապա ստանում ենք, որ արժեքները բոլոր կետերում, այս f-ի արժեքներից այս կետում այդքան էլ հեռու չեն։ Հետևաբար ամբողջ y-ի վրա f-ի արժեք, բոլոր f-երի արժեքները իրարից շատ հեռու լինել չեն կարող։ Այսինքն կոնկրետ այս դեպքում ինչ կարող ենք անել։ Կարող ենք y-ն ծածկել նման վերջավոր քանակի գնդերով, կարող ենք վերցնել դրանց կենտրոնները։ Հիմա կամայական z եթե վերցնենք y-ից, մի հատ k գոյություն ունի, որ մեր վերցրած կետերից որևէ մեկից հեռավորությունը դելտայից փոքր է։ Հետևաբար f-ի արժեքը այս կետում, այս երկու կետերում իրար մոտ են, էպսիլոնից փոքր է։ Հետևաբար f-ի արժեքը z կետում չի կարող ավելի մեծ լինել, քան f-ի արժեքը z կետում գումարած էպսիլոն։ Այսինքն մենք ունենք վերջավոր հատ նման բան, այսինքն կարող ենք ասել, որ f-ի արժեքը z կետում փոքր է, եթե վերցնենք այս վերջավոր հատ կետերից, z-կա կետերից ամենամեծը։ Սրանից նույնպես փոքր կլինի, ու սա կլինի վերջավոր մեծություն։ Հիմա սրանց սուպրեմումը, եթե վերցնենք ըստ բոլոր f-երի, սա կլինի սահմանափակ, որովհետև մենք ունենք արձելահասկուլիով, որ այս բազմությունը սահմանափակ է կամայական z-ի համար։ Այսինքն այստեղ ունենք վերջավոր հատ սահմանափակ բազմություններ։ Դրանցից ամենամաքսիմումը էլի միևնույնն է կլինի վերջավոր։
Եկեք ցույց տանք, որ եթե ունենք հակառակը, եթե ունենք այս պայմանը, որ կամայական կետում մեր ֆունկցիաների արժեքները ինչ որ միջակայքում սահմանափակ են լինելու, ապա դրանից կստանանք, որ մեր ֆունկցիաների բազմությունը նորմալ է։ Նորմալ ցույց տալու համար Արձելը Ասկոլին ասում է, որ դա համարժեք է նրան, որ մեր բազմությունը լինի հավասարապես անընդհատ ու ամեն կետում արժեքներ ցրված չլինեն։ Այսինքն հիմա մենք ինչ ունենք։ Մենք ունենք, որ f-ը լոկալ սահմանափակ է։ Մի պայման Արձելը Ասկոլի մի պայման ակնհայտ հետևում է։ Ստեղից հետևում է, որ ինչ z-եր վերցնենք, եթե վերցնենք այս բոլոր f-z-երը, սա կլինի ինչ-որ կոմպակտ ենթաբազմության մեջ, որովհետև կարող ենք միջակայք վերցնել նույնիսկ ու դիտարկենք այս բոլոր f-երի արժեքները այդ միջակայքերում, դա կլինի սահմանափակ։ Սա ակնհայտ է, այսինքն բավական է ցույց տալ հավասարապես անընդհատությունը, որ օգտագործենք Արձելը Ասկոլին, ստանանք, որ մեր բազմությունը նորմալ է։ Այսինքն պետք է ցույց տանք հավասարապես անընդհատությունը։ Վերցնում ենք մի կոմպակտ բազմություն, պետք է ցույց տանք, որ մեր բազմությունները հավասարապես անընդհատ են։ Եկեք կամայական R կետի համար, կամայական Z կետի համար էս Y-ից կարող ենք ինչ որ մի ունենք մեր օմեգան, ունենք մեր կոմպակտ բազմությունը, այստեղ ինչ կետեր վերցնենք, կարող ենք ինչ որ մի դիսկ վերցնել, ասենք թե Z-ից կախված ինչ որ շարավով, որը ամբողջությամբ գտնվում է օմեգայի մեջ։ Եկեք այդ դիսկերը փոքրացնենք ու դիտարկենք հետևյալ դիսկերի բազմությունը։ Վերցնենք այն բոլոր դիսկերը Z կենտրոններով, բայց 1/4 R Z շարավով դիսկերը։ Սա այս դիսկերը բոլորը ծածկում են միայն։ Հետևաբար կարող ենք վերջավոր հատը ընտրել, որ ծածկում են։ Այսինքն ունենք ինչ որ վերջավոր հատ, ասենք դիսկեր, ասենք ZK կենտրոններով, մեկը բաժանած 4 առկա շարավներով, կան, ասենք, 1-ից մինչև n, ու սրանք ծածկում են ամբողջ n-ը։ Եկեք վերցնենք սրանցից ամենափոքր շարավեղը, ու ենթադրենք ունենք երկու կետ, որոնց հեռավորությունը սրանից էլ փոքր է։
Ուզում ենք ցույց տանք, որ f-ի արժեքները այս երկու կետում ու հետևաբար պետք է լինեն փոքր։ Այսինքն ուզում ենք ցույց տանք, որ մեր ֆունկցիաները հավասարապես անընդհատ են, այսինքն կամայական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ դելտա, որ եթե ինչ երկու կետեր վերցնենք, դրանց հեռավորությունը դելտայից փոքր է, կամայական ֆունկցիայի համար դրանց արժեքների հեռավորությունը կլինի էպսիլոնից փոքր։ Եկեք ցույց տանք, որ այս r-ը աշխատում։ Ինչ կարող ենք ասել մեր ֆունկցիաների արժեքների մասին։ Նախ ասեն ինչ ենք արել, վերցրել ենք մեր yen, վերցրել ենք սա ծածկել ենք սենց 1/4 r շարավղով վերջավոր հատ դիսկերով։ Այս շարավղերը ինչքան էին, եթե սա z կաներ, շարավղը 1/4 r կա էր։ Հիմա վերցրել ենք երկու կետ, որոնց հեռավորությունը z-ից z ու z0, այս հեռավորությունը ավելի փոքր է, քան այս շարավիղներից յուրաքանչյուրը։ Քանի որ այս հեռավորությունը այս շարավիղներից յուրաքանչյուրից փոքր է, չենք կարող ասել, որ այս երկու կետերը նույն դիսկի մեջ են լինելու։ Բայց եթե վերցնենք կրկնակի շարավղով դիսկերը, կրկնակի շարավղով դիսկերը վերցնենք, ապա կարող ենք ասել, որ այս մեր վերցրած երկու կետը անպայման որևէ կրկնակի շարավղով դիսկի մեջ կընկնի։ Այսինքն կարող ենք ասել, որ գոյություն ունի մի հատ ZK, այնպիսին, որ համ Z-ը, համ Z0-ն գտնվում են ZK կենտրոնով, բայց 1/2 շարավղով դիսկի մեջ։ Նա ուզում ենք համեմատենք FZ-ի ու FZ0-ի արժեքները։ Եկեք օգտագործենք Կոշիի բանաձևը։ Սա կարող ենք գրել 1 բաժանած 2π անգամ ինտեգրալ։ Այսինքն հիմա ինչ ունենք։ Ունենք ZK կենտրոնով մի հատ դիսկ, որի շարավիղը 1/2 արկա է։ Գիտենք, որ նույնիսկ եթե վերցնենք արկա շարավղով շրջանագիծը, դիսկը, սա ամբողջությամբ կլներ միևնույնն է օմեգայի մեջ, այսինքն օմեգան սրանից էլ մեծ էր։ Ու այստեղ ունենք երկու հատ կետ, Z ու Z0։ Հիմա եկեք կիրառենք Կոշիի հավասարությունը, Կոշիի ինտեգրալ բանաձևը այս երկուսի համար։ Քանի որ սա ամբողջությամբ օմեգայի մեջ է, f-ի արժեքը s կետում էլ, s կետում էլ կարող ենք հաշվել ինտեգրելով ըստ այս շրջանագծի։ Ինտեգրենք z հանած z կան հավասար է արկա շրջանագծի վրայով, մի դեպքում z-ի արժեքը կհաշվենք, մյուս դեպքում կհաշվենք z0-ի արժեքը։ Եկեք սա պարզեցնենք, սա կլինի z, եթե սրանք վերենք ընդհանուր հայտարարի, կունենանք z հանած z0 բաժանած 2π ինտեգրալ z հանած z կան հավասար է արկային, եթե փորձենք գնահատել այս բացարձակ արժեքը, ինչ կարող ենք ասել, սա փոքր է կամ հավասար, բաժանած 2π,
S շրջանագծի վրա f-ը ինչ որ մաքսիմում արժեք է ընդունում։ Եկեք կայով նշանակենք այդ մաքսիմում արժեքը։ Սա կարող ենք փոխարինել m կայով։ Հիմա այս մեծության մասին ինչ կարող ենք ասել։ Մենք ինտեգրում ենք այս շրջանագծի վրայով, բայց այս մեր երկու կետներ գտնվում են այս ավելի փոքր շրջանի ներսում։ Հետևաբար, այս կետից այս շրջանագծի վրայի կետերի հեռավորությունը գոնե այսքան լինելու է, որը 1 բաժանած 2 առկա է։ Այսինքն սրանցից ամեն մեկը առնվազն 1 բաժանած 2 առկա է լինելու։ Այստեղ կունենանք 1 բաժանած 2 առկայի քառակուսի։ Իսկ համարիչում էլ այս շրջանագծի երկարությունը 2π առկա։ Ունեցանք 4 z հանած z0 mk բաժանած առկա։ Սա էլ փոքր կամ ասել, եթե z0-ն հեռավորությունը աստորեն ինչ ունեցանք, ասենք f-ի արժեքների հեռավորությունը սահմանափակել ենք այս սրանով։ Ինչ ունենք։ Մենք ունենք, որ մեր f-երը լոկալ սահմանափակ են։ Այսինքն ինչ կարող ենք անել։ Եթե այս r-երը բավականաչափ փոքր վերցնենք, կարող ենք ասել, որ այս նույն m-կան կարող է աշխատի բոլոր մեր f-երի համար։ Այսինքն եթե արտաները վերցնենք բավականաչափ փոքր, մի վարքան, չէ, դրա կարիք չունենք, որտեվ սա կոմպակտ բազմություն է, այսինքն լոկալ սահմանափակությունից հետևում է, որ կամայական կոմպակտ բազմության համար մեր բոլոր f-երը հավասարաչափ սահմանափակ են լինելու այդ լոկալ բազմության, այդ կոմպակտ բազմության վրա։ Այսինքն եթե վերցնենք այս դիսկը, սա կոմպակտ բազմություն է, քանի որ մեր f-երը հավասարաչափ սահմանափակված են, այստեղից հետևում է, որ այս կարելի է ընտրել մի հատ, այսինքն այս m-կան կարելի է ընտրել, ոնց որ m-կա գոյություն ունի մի հատ m-կա շտրիխ, որը անկախ է f-ից, այնպիսին, որ m-կա շտրիխը մեծ է, այս մեր վերցրած m-կան ոնց որ f-ից կախված էր, համայնական f-ի համար։ Այսինքն սա կարող ենք վերցնել անկախ մեր բոլոր f-երից, իսկ այս արկաներն էլ, այս կետերը, որ վերցնել ենք z-կա կետերը, վերջավոր հատ կետեր կան։ Այսինքն կարող ենք նույնիսկ վերցնել այս ամբողջը, քանի որ վերջավոր հատ կետեր կան, կարող ենք սրանք վերցնել անկախ նույնիսկ կայից։ Գոյություն ունի, այսինքն մի հատ կանց հաստատում, անկախ նաև կայից, այնպիսին, որ fz հանած fz0 փոքր է հաստատուն անգամ z հանած z0։ Այսինքն, եթե z հանած z0-ն բավականաչափ փոքր է, ուրեմն սա կարող ենք սա կարող ենք կամայական մեծությունից փոքր դարձնել, սա բավականաչափ փոքր վերցնելու։ Մենք ստացանք, որ ունենք հավասարապես անընդհատություն, հետևաբար արձելահոսքով լիցնելով ունենք նորմալություն։ Մեր
անալիտիկ ֆունկցիաների բազմությունը կլինի նորմալ։ Եթե ասես ապացույցը կիրառենք, կարող ենք փոքր ավելին ստանալ լեմմա, եթե f-ը լոկալ սահմանափակ է, ապա եթե դիտարկենք ու անալիտիկ ֆունկցիաների բազմությունը, ապա դիտարկենք ածանցյալները, ապա սրանք նույնպես կլինեն լոկալ սահմանափակ։ Այսինքն, եթե ունենք անալիտիկ ֆունկցիաների բազմություն, որոնք ոչ մի կետում իրարից շատ չեն տարբերվում, կամայական կետի միջակայքում իրանք բոլորը հավասարաչափ սահմանափակված են, ապա նույնը կարելի է ասել իրենց ածանցյալների մասին։ Ածանցյալները նույնպես չեն կարող իրարից շատ տարբերվել։ Ինչի է սա ճիշտ։ Ածանցյալը մենք կարող ենք էլի գրել f-ի կոշի ինտեգրալի տեսքով f-ը օգտագործելով։ Ըստ ինչ որ ասենք շրջանագծի։ Ու նույն ապացույցը կարելի է կիրառել, եթե սա լինի սահմանափակ, ոնց որ վերևում է, ապա այս ամբողջ բանը նույնպես կարող ենք սահմանափակել։ Մասնավորապես սրանից ինչ է հետևում։ Մասնավորապես սրանից հետևում է, որ եթե ունենք f-ը նորմալ բազմություն է, ապա այս բազմության բազմակացած է անալիտիկ ֆունկցիաներից, ապա եթե այդ ֆունկցիաները ածանցենք, սա էլի կլինի նորմալ բազմություն։ Այսինքն ինչ ենք ասում, ասում ենք, որ եթե ունենք անալիտիկ ֆունկցիաների բազմություն, որոնք շատ չեն ցրվում, իրար ինչ որ առումով մոտ են, ապա ածանցյալները նույնպես շատ չեն ցրվի, իրար մոտ կմնան։